ընդդիմադիրների մասին։ Ես այս վերջին 8 տարիներին փորձել եմ իմ գործով, խոսքով աջակցել են բոլոր մարդկանց, որոնք իմ կարծիքով ուզում էին իմ երկիրն առողջացնել։ Հնարավոր է ես եմ սխալվել կամ սխալվում, բայց ես կարծել եմ, որ այդ ուժերը, մարդիկ, անհատները, խմբերը կարող են օգնել։ Ու ես հավատացել եմ հավաքական ընդդիմության ուժին։ Բայց այսօր, այսքան տարի անց, հետադարձ հայացք նետելով, ես կարող եմ բարձրաձայնել մի մեծ սխալ, որը ընդդիմությունը առաջին իսկ օրվանից գործեց։ Ընդհանրապես մտնելու ընտրապայքարի մեջ գործող իշխանությունների հետ։ Այդքան բան։ Ուրեմն ես էլ կասեմ հետևյալը։ Նախ իմ երկիրը չի, այլ մեր երկիրն է, եւ նայած ում համար է հիվանդ, մեզ համար այն շատ առողջ է։ Հերիքա եսակենտրոնանակ, փառավորվեք։ Գիտեք Փաշինյանի ինչն եմ շատ սիրում, որ այդ ձեր նմանների Նազենի քիթը իջավ ներքև։ Եվ ժողովուրդ ջան, մի խնդրեմ ձեզ բոլորիդ, հիշեք, ոչ մի մարդու կլինի արտիստ, երգիչ, երգչուհի, դերասան, մի ծափահարեք ու փառավորեք, փառքը միայն Աստծունն է։ Թող իրանք հիշեն, որ իրանք սովորական մարդ մահկանացու են։ Այո, սովորական մարդ։ Նազանի Հովանեսյան, հիշեք, գաջած տաշած քարը երբեք գետնին չի մնում։ Դուք էլի ձեր տեղը կունենաք, անհոգ եղեք, դուք ունենց կորիճեք, բա, ես զարմանում եմ, հիմա էլ այդքան սնվեցիք ընդդիմությունից ու հլին չա ձեր ուղեղը բրթել, մեկ սխալվել եք, քիչ-քիչ ոնց հասկանում եմ պատ եք շարում դեպի այս կողմ։ Ճիշտ եք անում, լավ եք, ուղղակի մեր Փաշինյանի, մեր ղեկավարության կարող է վատ, կարող է լավ կողմն էլ այնա, որ ինքը դեմոկրատ է, ինքը սիրում է դարձի եկածներին էլի ընդունել, ճիշտ է անում, այո։ Բայց դուք են կարիճ դարձի եկածներից եք լինելու, որ տեսակ ստեղ հաղթանակ է, քիչ-քիչ ձեր պատը ստեղ եք շարում։ Ինչևէ, ամեն դեպքում մեր երկիրը միշտ էլ առողջ է։ Գնացեք կաթողիկոսի թողաղոթի, մի հատ հանգստացեք դուստերին։